Փառք Աստծուն, ես սրտումս կա ուրեմն խոսամ կոչման մասին, պարգևների մասին, եթե կհիշեք, ես այս վերջին կիրակիները խոսում եմ ընդհանրապես եկեղեցու մասին, եկեղեցաշինության մասին, եկեղեցում միաբան լինելու, եկեղեցում ծառայելու և այս շարքից է այսօրվա իմ խոսքը, որտև իրականում հավատում եմ, որ Սուրբ Հոգին ինչ-որ մի գործ է անում եկեղեցու մեջ, ավելի ամրապնդելու, ավելի պտղաբեր անելու, ավելի զորացնելու, ավելի ծաղկացնելու եկեղեցին, ամեն, որտև մենք բոլորս գիտենք, որ եկեղեցին դրված է երկրի վրա Աստծու կողմից, որպես լույս այս աշխարհի մեջ, որպես աղ այս աշխարհի մեջ, և փառք Տիրոջը եկեղեցու համար, և եկեղեցին այն կառույցն է, որի համար, որ Հիսուսը իր կյանքը դրեց, Ալելույա, էսի լավ, այսօր Նանսիում եմ խոսալու, շատ լավ, ուրեմն, ես սենց եմ անվանում այսօրվա իմ խոսքը, գտիր քո կոչումը, գիտես շատ ժամանակ հավատացյալներ, քրիստոնյաները, երբեմն մտածում են, աղոթում են, մանավանդ երբ որ արդեն որոշ ժամանակ Աստծո մեջ ենք, մենք սկսում ենք մտածել, աղոթել, Տեր իմ Աստված, որն է իմ կոչումը, ինչի համար ես ինձ կանչել, ինչ պիտի անեմ ես, և այս սենց աղոթքներ ենք ունենում, Աստծո առաջ, սենց հարցականներ ա մեր մեջ գալիս, բայց իրականում շատ ավելի հեշտ է այդ ամեն ինչը, սիրելիներ, շատ ավելի հեշտ է, այսօր կուզեմ մի քիչ քո կյանքը այդ առումով հեշտացնեմ, իհարկե հիմնվելով Աստծո խոսքի վրա, իհարկե շատ կարևոր է Աստծուն ծառայելը, շատ կարևոր է, մենք գիտենք, սա գալիս է հասունության հետ, սկզբում երբ որ մարդը ապաշխարում է, այդքան էլ չի մտածում Աստծուն ծառայելու, ինչ-որ գործեր անելու, ինչ-որ բաներ անելու, սկզբում ուղղակի վայելում է այն սերը, այն ողորմությունը, այն Աստծո մեծությունը, որ ինքը տեսել է, ճաշակել է, եկել է իր կյանքի մեջ, բայց գալիս է մի պահ, որ մենք հասունանում ենք հոգևորապես և մտածում ենք արդեն իսկ ես ինչ կարամ անեմ Աստծո համար, իսկ ես ինչ կարամ անեմ Աստծո տան մեջ, Աստծո արքայության մեջ և սա բնական ու նորմալ պրոցես է, եթե հավատացյալը երկար ժամանակ Աստծո մեջ է, բայց այդ հարցը իր մեջ չի ծագում, դա կարելի է արդեն, դա անհանգստացնող անգամ պետք է լինի և նորմալ չի, որտև երբ որ մենք աճում ենք, դա նորմալ է, որ մենք նույնպես մտածենք, ցանկություն ունենանք Աստծո համար ինչ-որ բան անելու ու սրանից է գալիս այն միտքը, որ մենք սկսում ենք փնտրել մեր կոչումը, մեր ինչի համար Աստված մեզ կանչե, ինչի համար Աստված մեզ ստեղծե, ինչ գործեր է մեր համար պատրաստել, ինչ է ուզում, որ մենք անենք իր համար, նախ և առաջ շատ կարևոր է, որ մենք տարբերենք հին ու նոր կտակարանի, ուրեմն Աստծո գործելաոճը, Աստծո գործելակերպը հին ու նոր կտակարաններում, շատ անգամ մենք հիմնվում ենք հին կտակարանի վրա և այնտեղ իհարկե կան օրինակներ, պատմություններ, թե ոնց է Աստված գալիս ու կանչում մարդկանց, ոնց եկավ Մովսեսին կանչեց, վառվող այդ մորենու միջից, Աբրահամին եկավ կանչեց իր երկրից, իր քաղաքից, Դավիթին եկավ մարգարեն կանչեց, յուղը լցրեց գլխին, չգիտեմ, Հովսեփին Աստված երազ ցույց տվեց, Հակոբը Բեթելում հանդիպեց Աստծո հետ, ամբողջ գիշեր կռիվ տվեց հրեշտակի հետ, հանդիպեց, այսինքն մենք կարդում ենք հին կտակարանից այս պատմությունները, որ գերբնական ձևով Աստված գալիս էր, հանդիպում էր մարդկանց հետ, իրանց կանչում էր ինչ-որ ծառայության, ինչ-որ գործի, ինչ-որ հատուկ սենց միսիայի, ու մենք, որ արդեն նոր կտակարանի ժողովուրդ ենք, շատ անգամ նույն պատկերացումը ունենք, որ գիտես օրերից մի օր պետք է Աստված հայտնվի, ինչ-որ հրեշտակ հայտնվի, ինչ-որ մի բան ասի ինձ, ինչ-որ բան պիտի տեղի ունենա և ես պետք է այդ ժամանակ, ոնց որ ասած, մտնեմ իմ կոչման մեջ, իմ ծառայության մեջ, իրականում նոր կտակարանում Աստված գործում է ընդհանրապես ուրիշ ձև, սիրելիներ,
5 տակարանում եկեղեցին դեռ չկար, գոյություն չուներ, Հիսուսը դեռ չէր խաչվել, բոլորը մարդիկ ազատ մուտք չունեին Աստծո ներկայության մեջ, որովհետև արյունը դեռ չէր թափվել, Քրիստոսի մեղքերը դեռ ներված չէին, վարագույրը պատռված չէր, գիտես լրիվ ուրիշ էր այդ ամենը։ Նոր կտակարանում Հիսուսը եկավ եւ վճարեց գինը, զոհաբերվեց, թափեց իր արյունը, որպեսզի մենք ամեն մեկս Աստծո որդիներ կոչվենք, Աստծո որդիներ լինենք եւ ազատ մուտք ունենանք Աստծո ներկայության մեջ։ Եվ նոր կտակարանում Աստված մեզ կոչում է բոլորիս որպես իր քահանաները, որպես իր մարմնի անդամները։ Ես ուզում եմ Հռոմեացիս թղթից կարդանք մի տեղ 12-րդ գլխի 4-րդ խոսքից, որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք և այն ամեն անդամները միևնույն գործը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսում, բայց ամեն մեկը միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է։ Ամեն։ Սա նոր կտակարանի սկզբունքն է, նոր կտակարանի հիմքն է։ Աստծո խոսքը ասում է, որ բոլորս մեկ մարմին ենք, այսինքն Քրիստոսի մարմինը, այդ մարմնի մեջ տարբեր անդամներ ենք եւ որպես տարբեր անդամներ Աստված արդեն ամեն մեկից տվել է տարբեր պարգևներ։ Այսինքն արդեն տվել է Աստված տարբեր պարգևներ մեզ։ Եվ հետո շարունակությունը կարաք տունը կարդաք, բայց մի ուրիշ տեղ էլ Ժողովող գրքից ուզում եմ կարդանք։ Ժողովող գրքից 9-րդ գլուխ 10-րդ խոսք։ Ինը 10, այս ձենը կողքի չի խանգարում, չէ՞ շատ։ Ստեղ լավ է, երբեմն քարոզի ժամանակ, որ կանչում են տենց դաշնամուր նվագելու, ես դրա կարիքը չունեմ, էլի մեր մոտ, կողքից երաժշտությունը ապահովված է։ Ժողովող 9:10 Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու, ուժովդ արա, որ լավ, այս առաջի հատվածը, տեսեք, ասում է ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու, ուժովդ արա։ Ասում է այն ինչ, որ ձեռքդ կարում է անի քո ուժով, արա։ Սա նույնպես ճիշտ է 5 կտակարանում է գրված, բայց շատ կարևոր մի հատ խոսք է, որ մենք նոր կտակարանի մեջ կարանք օգտագործենք։ Ասում է ամեն բան, ինչ որ ձեռքդ կարողանում է անել քո ուժով, արա։ Հա, այն հնարավորությունը, այն պարգևը, այն կարողությունը, այն իմաստությունը, այն ռեսուրսները, այն ինչ որ Աստված քեզ տվել է, որ քո ձեռքը կարա անի Աստծո համար, Աստծո փառքի համար, արա։ Դա էլ կլինի քո ծառայությունը։ Դա էլ կլինի այդտեղից կտեսնես քո պարգևը։ Գիտեք, երբեմն նույնպես շատ ժամանակ մտածում ենք, որ ծառայությունը լինում է այն ժամանակ, երբ որ մարդը ձեռնադրվում է ինչ-որ ծառայության։ Իրականում ծառայությունը չի սկսվում ձեռնադրությունից հետո, այլ ծառայությունը նախ եւ առաջ սկսվում է մեր սրտում եւ մեր ապրելակերպում։ Ամեն։ Այսօր ուսմունքային բաներ եմ խոսալու։ Փորձեմ կարճ լինեմ, բայց կարևոր բաներ եմ խոսալու, որ ուղղակի վերցրու քո համար։ Գիտես, շատ ժամանակ մենք մտածում ենք պետք է ինչ-որ բանի վրա մեզ ձեռնադրեն, նոր սկսենք ծառայել։ Ծառայությունը սկսում է ձեռնադրությունից առաջ, սիրելիներ։ Ձեռնադրությունը ուղղակի հաստատում է մարդկանց առաջ այն պարգևը, այն ծառայությունը, այն սիրտը, որ արդեն քո մեջ կա, որ արդեն դու անում ես։ Ամեն։ Երբ որ անգամ Դավիթը ձեռնադրվեց որպես ժողովրդի առաջնորդ կամ հովիվ կամ թագավոր, սենց կարանք ասենք, իդես մինչև այդ ինքը ուներ այդ սիրտը, մինչև այդ ինքը արդեն
ներդրված, նվիրված, զոհաբերված սիրտ ուներ իր հոր գառների համար, հա, այսինքն ձեռնադրությունը ընդամենը հաստատում է այն ինչ որ արդեն քո ներսում Աստված դրել է եւ դու անում ես։ Եվ ձեռնադրությունը իհարկե մի քիչ ընդունելություն է տալիս ավելի շատ ժողովրդի մեջ, մի քիչ ավելի քո ծառայության հնարավորությունները ու դաշտը լայնացնում է, բայց իրականում ձեռնադրությունը քեզ չի դարձնում այդ պարգև ունեցողը, այլ Աստված տալիս է պարգևը, դու սկսում ես դա զարգացնել, ծառայել, գործի դնել եւ ձեռնադրությունով ուղակի հաստատվում է այն ինչ որ կա արդեն, հա, ես ձեռնադրվել եմ հովիվ մոտ 3 տարի առաջ, բայց այնպես չի որ ձեռնադրությունից հետո սկսեցի հովություն անել, ես մինչև այդ արդեն տարիներ շարունակ անում էի եւ կար արդեն պարգևը, կոչումը, սիրտը եւ գործողությունը, ամեն, եւ դա նույնն է բոլոր մնացած ծառայությունների մեջ։ Գիտես, կան բաներ երբեմն, որ խանգարում են մարդու կոչմանը, այսինքն Աստված մարդուն կանչել է, տվել է պարգև որևէ բանի մեջ, ինչ որ ծառայության մեջ, ինչ որ գործի, ինչ որ անելիքների մեջ, բայց շատ ժամանակ կան խանգարող բաներ։ Մի քիչ ուզում եմ այս խանգարող բաներից խոսամ, հա, ինչն է խանգարում երբեմն մարդուն, որ մարդը լինի իր կոչման մեջ, իր պարգևի մեջ։ Գիտես, ամենահիմքային խանգարող բաներից մեկը դա հենց տվյալ մարդու սխալ բնավորությունն է։ Շատ ժամանակ հենց մեր բնավորությունը, մեր սխալ բնավորության գծերը, մեր այն բնավորությունները, որոնց հարցերը դեռ մենք չենք լուծել մեր ներսում, այդ բնավորությունները մեզ կարան խանգարեն մտնելու լիարժեք Աստծուց նախասահմանված մեր կոչման մեջ։ Լիարժեք այն պարգևները, որ մեզ Տերը տվել է, գործի դնելու, այն ծառայությունը, որ Տերը տվել է, գործի դնելու, հա, եւ ինչ բնավորության գծեր են, երբեմն մենք կարանք լինենք օծված, ունենանք պարգև, բայց լինենք օրինակ ոչ կայուն, հա, այսինքն մարդը կարա մի օր ոգևորվի եւ իր պարգևով սկսի ծառայել, ինչ որ բաներ անի, հաջորդ օրը ընդհանրապես դատարկությունը, ընդհանրապես որոշումը փոխում է, ընդհանրապես նույն մարդը չի, այսինքն մենք տեսնում ենք, որ կարանք ունենանք պարգև, օծություն, ինչ որ հատուկ բանի համար, բայց չլինենք կայուն, չունենանք կայուն բնավորություն, մի օր ոգևորված, սենց ակտիվ ինչ որ բաներ ենք անում, հաջորդ օրը լրիվ սենց թևաթափ եղած, հա, ինչ որ բանից ու տեսնում ես, որ շատ փոփոխական, այսա խանգարում է, ուրեմն կոչման մեջ, ծառայության մեջ կամ քո պարգևի մեջ Աստծուն պտուղ բերելը։ Մյուս բանը ոչ սկզբունքային, հա, երբեմն կարանք ունենանք ոչ սկզբունքային բնավորություն։ Այսինքն մարդ ով գիտի, որ ունի այդ պարգևը, մարդ ով գիտի, որ կանչված է այդ ծառայության մեջ, այդ պարգևի մեջ, այդ բանի մեջ, բայց սկզբունքային չի։ Իրան շատ հեշտ կարելի է շեղել դրանից։ Հա, պիտի գնաս այս ինչ բանը անես Աստծո համար, մեկ էլ կողքից ինչ որ մի հատ ուրիշ առաջարկ ալնում, գնում ես ընդեղ, մի հատ հետո ուրիշ առաջարկա, գնում ես ընդեղ, այսինքն սկզբունքային չես։ Երբ որ Աստված կանչում է եւ դու գիտես, որ Տերը քեզ դրել է այդ գործի մեջ, Տերը քեզ տվել է այդ պարգևը, Տերը քեզ դրել է այդ ծառայության մեջ, շատ կարևոր է, որ դու լինես սկզբունքային, հա, այսինքն աշխարհն էլ շուռ գա, ես կանչված եմ սրա մեջ լինելու, եւ ես կլինեմ սրա մեջ, ոչ մի բանով ինձ չի կարելի գայթակղել, ոչ մի բանով ինձ չի կարելի կաշառել, ոչ մի բանով ինձ չի կարելի շեղել, վերջը, ոչ մի բանով ոչ ոք ինձ չի կարա, ոչ մի իրավիճակ ինձ չի կարա շեղի նրանից, ինչի մեջ որ ես կամ, սա որոշում է, որ դու պետքա լինես սկզբունքային, ամեն, ոչ մի քամիներ, փոթորիկներ, կամ անգամ գայթակղիչ ինչ-որ հնարավորություններ, առաջարկներ, ես սկզբունքներ ունեմ, ամեն, եւ ես իմ սկզբունքների մեջ հաստատում պիտի լինեմ, ես սա ասել եմ, հա, որ
Ամերիկայում երբ որ գնացինք Բիլի Գրեհեմի այդ տուն թանգարանը, որը եղել է մեծ ավետարանիչ, հայտնի ավետարանիչ, եւ Ամերիկայի 11 նախագահներ, պրեզիդենտներ, ովքեր որ իրար հետևից ընտրվել են, ինքը տարիներ շարունակ մնացել է իր ծառայության մեջ եւ ինքը ազատ մուտք ու ելք է ունեցել Սպիտակ տուն, պրեզիդենտները իրան կանչել են աղոթելու իրանց համար, իրան կանչել են որպիսի խորհուրդներ տա տարբեր հարցերով, իրան կանչել են տարբեր խնդիրներ են ունեցել, որ ինքը աղոթի եւ ազատագրվեն եւ իրան այտենց անվանում են Ամերիկայում, ասում են պրեզիդենտների հովիվ, նախագահների հովիվ։ Եվ գիտես, Բիլի Գրեհեմին օրերից մի օր նրան ասեցին, արի բեր քո թեկնածությունը դիր որպես Ամերիկայի նախագահ, որտեվ ամբողջ ազգը քեզ սիրում է, հարգում է ու դու շատ հեշտությամբ կարաս լինես Ամերիկայի հաջորդ նախագահը։ Բայց գիտես ինչ պատասխանեց նա, ասեց ես իմ պաշտոնը չեմ իջացնի։ Այն ինչ որ Աստված ինձ տվել է, ավելի բարձր է, քան այն ինչ որ դուք ինձ առաջարկում եք։ Ես կանչված եմ ավետարանիչ լինելու։ Ես կանչված եմ Աստծո խոսքի քարոզիչ լինելու եւ ես իմ կոչումը չեմ ցածրացնի։ Տեսեք, սկզբունքային մարդ, անգամ գայթակղիչ բաներ են առաջարկում, բայց ինքը մնում է հաստատուն իր սկզբունքների մեջ։ Գիտես, մենք երբ որ սկզբունքային չլինենք, սատանան կարա շատ հեշտությամբ գողանա քո պարգևը, գողանա այն կոչումը, այն միսիան, ինչի համար որ Աստված քեզ կանչել է։ Ամեն։ Հալելույա։ Գին չվճարող նույնպես կարող ենք ունենալ բնավորություն, այսինքն որը որ ծույլ է, որը որ կոմֆորտից դուրս գալ չի սիրում, որը որ չի սիրում գին վճարել, ունի պարգև, ունի օծություն, ունի կոչում Աստծուց, բայց չի սիրում իր կոմֆորտից դուրս գալ, չի սիրում զոհաբերել իր ժամանակը, չի սիրում զոհաբերել ինչ որ բաներ իր կյանքից, հա։ Եվ իհարկե որ գին չվճարող այս բնավորությունը երբեք չի թողնի մարդուն պտուղներ ունենալ եւ առաջադիմել ինչքան էլ մեծ ու բարձր լինի իր կոչումը, իր պարգևը։ Ամեն։ Երբ որ կա պարգև, կա կոչում, նույնպես դու պետքա պատրաստ լինես գին վճարելու սիրելիս։ Ծառայությունը ուրեմն հաջողվում է գին վճարելով նույնպես։ Երբ որ մենք պատրաստ չենք մեր ժամանակը, մեր կոմֆորտը, տարբեր բաներ, հա, անգամ կլինի միգուցե մեր ֆինանսները եւ տարբեր բաներ գին վճարելու Աստծո գործի համար եւ այն ծառայության համար, այն պարգևի համար, որ Տերը դրել է մեր կյանքում, այդ ծառայությունը երբեք առաջ չի գնա։ Բնավորություն, որը գին չի սիրում վճարել, նույնպես այս բնավորության հարցերը պետքա լուծել։ Հարաբերություններում ոչ կառուցողական, այսինքն երբեմն մարդ կարա ունենա պարգև, օծություն, կանչ Աստծուց, բայց փոխհարաբերություններ կառուցել չի կարողանում, հա, կառուցողական չի փոխհարաբերությունների մեջ, կոնֆլիկտային է, անընդհատ ինչ-որ խնդիրներ ստեղծող է, խնդիրներ բարձրացնող է, այսինքն հարաբերություններ չի կարողանում կառուցի։ Եվ նման մարդը նույնպես ինչքան էլ պարգևդ օծությունդ ուժեղ լինի Աստծուց, բայց երբ որ հարաբերություններ կառուցել չգիտես, սա խնդիր է առաջացնելու։ Պարգևիդ մեջ, ծառայությանդ մեջ։ Հպարտությունը նույնպես, խոսանք հպարտության մասին։ Այս ինչ որ խոսում եմ, սիրելիներ, անգամ մեծ ու զորավոր Աստծո մարդիկ են եղել։ Մի ոմանցը դուք ինքներդ եք ճանաչում, ես անուններ չեմ ուզում տամ, բայց մենք տեսել ենք եկեղեցու պատմության մեջ հզոր օծված Աստծո մարդիկ ինչպես են ընկել, ինչպես են ձախողվել, ինչպես են խայտառակ եղել, ինչի համար, որովհետև եղել է օծություն, եղել է պարգև, եղել է Աստծուց զորավոր մի բան իրանց կյանքերի մեջ, բայց բնավորության հարցերը լուծված չի եղել։ Դրա համար օրերից մի օր անկում է տեղի ունեցել այս մարդկանց կյանքերի մեջ։ Ամեն։ Եվ գիտես շատ ժամանակ ինչքան էլ որ օծություն լինի մարդու վրա, ինչքան էլ Աստծուց պարգև լինի, բայց եթե բնավորությունը անհաջող է, գիտես այդ մարդու պարգևից ոչ ոք էլ չի ուզում օգտվի, որտեվ առաջինը մարդիկ հանդիպում են ու հաղորդակցվում են մեր բնավորության հետ, հետո նոր մեր պարգևի հետ։
Ամեն։ Մի քիչ խորը բաներ եմ խոսում, բայց սա կարևոր է եկեղեցու համար։ Դրա համար շատ կարևոր է ամեն մեկը նույնպես, որպիսի դու քո վրա աշխատանք տանես։ Գիտես, պարգևը չի միայն դռներ բացում քո առաջ։ Շատ ժամանակ քո բնավորությունն է դռներ բացում քո առաջ։ Եվ շատ կարևոր է, որ դու աշխատանք տանես քո բնավորության գծերի վրա, որպիսի բնավորությանդ գծերը չխանգարեն քո պարգևին քեզ պտղաբեր անելու։ Ամեն, Աստծո գործի մեջ քեզ առաջ տանելու։ Գիտես, Աստծո առաջ շատ ավելի կարևոր է մեր սիրտը, քան մեր կարողությունը ու վարպետությունը։ Որովհետև պարգևը տրվում է Աստծուց, կարողությունը երբեմն տրվում է Աստծուց։ Դու կարող ես շատ լավ ինչ-որ բաներ անես ու ստացվի քո մոտ։ Դու կարող ես շատ լավ կազմակերպող լինես, շատ լավ մարդկանց կարողանաս հավաքես իրար գլուխ, ինչ-որ ծրագրեր կազմակերպես, հա, պարգև է։ Կամ չգիտեմ, շատ լավ մի ուրիշ բան անես, շատ լավ քարոզես, շատ լավ երգես, շատ լավ աղոթես ու Աստծո զորությունը դրսևորվի քո միջոցով։ Այս բոլորը պարգևներ են, շատ լավ մարգարեանաս ու մարդկանց կյանքերի մեջ պատասխաններ հասցնես, հա։ Այս բոլորը պարգևներ են, որ Աստծուց տրվում է ու մենք կարող է շատ լավ այդ ամեն ինչը անենք, որտեվ դա Աստծո պարգևն է, վարպետորեն կարող ենք անել, բայց գիտես, Աստծուն առաջին հերթին հետաքրքիր է մեր սիրտը, մեր սրտի դիրքը, մեր սրտի կարգավիճակը։ Ամեն, երբ որ Աստված Դավիթին տեսավ, ասեց սա մի մարդ է իմ սրտի համեմատ, սավուղն էլ էր օծված, սավուղն էլ ուներ պարգև, բայց նրա սիրտը Աստծո սրտի համեմատ չէր։ Ամեն, Աստծուն առաջին հերթին հետաքրքրում է մեր սրտի դիրքը, ոչ թե մեր վարպետությունն ու կարողությունը, որովհետև վարպետությունն ու կարողությունը ինքն է տալիս, եւ ինքը կարա անհամեմատ շատ քեզ տա, քո պատկերացումից էլ ավել, բայց սիրտը դու պետք է հսկես քո սրտի վրա։ Ամեն, որտեվ Աստծո խոսքը ասում է, որ կյանքի աղբյուրը ստեղից է եւ առակած գիրքը ասում է ամեն բանից առավել զգուշություն արա քո սրտին, այսինքն քո սրտի վրա դու պիտի հսկես, ոչ թե Աստված։ Դու ես քո սրտի դուռը բացողը կամ փակողը տարբեր բաների։ Ամեն, երբ որ Հիսուսը գալիս է հայտնության մեջ, ասում է կանգնած թակում եմ քո սրտի դուռը, եթե բացես կմտնեմ։ Մենք տեսնում ենք, որ Աստված շատ բաներում, գիտես, կարա մեզ առաջնորդի, պարգևներ տա եւ հզոր բաներ անի, բայց այն ինչ որ վերաբերում է մեր սրտին, Աստված այդ պատասխանատվությունը թողում է մեր վրա։ Դու պետք է աշխատանք տանես քո սրտի վրա։ Դու պետք է հսկես քո սրտի դուռը, ինչ բաների ես բացում եւ ինչ բաների ես փակում։ Դու պետք է ուշադրություն դարձնես ինչեր է մտնում քո սրտի մեջ եւ ինչեր է դուրս գալի քո սրտից։ Ինչ սերմեր ես ընդունում քո սրտի մեջ, որտեւ ինչ սերմեր որ ընդունում ես, դրանք էլ պտուղ են տալու։ Ամեն։ Դրա համար սրտի հսկողությունը դրված է ամեն մեկիս վրա։ Մենք պիտի հսկենք։ Աստված առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր սրտերին։ Հիշում եք, Հիսուսն ասում է եւ կգա մի օր, որ շատերը կգան կասեն. Տեր, քո անունով մարգարեացանք, քո անունով հրաշքներ արեցինք ու տարբեր բաներ, բայց ես կասեմ գնացեք այն կողմ, ես ձեզ չեմ ճանաչում անօրենություն գործողներ։ Այսինքն հասկանում ենք, որ մարդիկ էին, որոնք ունեին պարգև, ռեալ մարգարեանում էին, հրաշքներ էին անում ու տարբեր բաներ էին անում, բայց սրտերը ապականված էր, սրտերը չարացած էր, սրտերը դառնացած էր, սրտերը Աստծուց հեռացած էր։ Հա, եւ դրա համար իրանց այդ մեծամեծ գործերը Աստծուն ոչ էլ զարմացրեց, որտեվ այդ պարգևի հեղինակը Աստված ինքն է։ Հալելույա։ Հսկողություն արա քո սրտի վրա, ամեն բանից առաջ։ Մյուս բանը, երբ որ որոշ բաներ մեր մոտ սկսում է ստացվել, հա, ինչ որ պտուղներ ենք ունենում ծառայության մեջ, ինչ որ բաներ ենք անում ու մեկ էլ տենում ենք հաջողվեց։ Մարդիկ օրհնվեցին, պտուղներ ունեցանք, հա, ավետարանեցինք, մեկը ապաշխարեց, քարոզեցինք, մեկի սրտին կպավ, երգեցինք, մեկը հալվեց մեր երգի տակ, չգիտեմ,
աղոթեցինք Աստծուց խոսք ստացանք իր համար, մեկին քաջալերեցիր, ինքը, չգիտեմ, սիրտը զորացավ դրանից, հա, ինչ որ բաներ ես անում եւ դա քո մոտ ստացվում է, տեսնում ես պտուղներ ունես։ Եվ սա հրաշալի է։ Բայց գիտես, դրա մեջ երբեմն վտանգ կա, որովհետեւ շատ ժամանակ, երբ որ դու տեսնում ես պտուղներ կա քո ծառայության մեջ, քո անելիքների մեջ, այդտեղ հյուր են գալիս տարբեր մտքեր մեզ, այդտեղ տարբեր զգացողություններ են մեզ հյուր գալիս, այդտեղ հյուր է գալիս անկախ լինելու ցանկությունը, անհաշվետու լինելու ցանկությունը, իշխանությունը չընդունելու ցանկությունը, գիտես, նման մտքեր են մեզ հյուր գալիս, որոնցից պետք է զգույշ լինենք։ Չի նշանակում, որ երբ որ որոշ բաներ մեր մոտ ստացվում է, ուրեմն մենք ամենան ենք։ Հա? Որովհետև եթե ինչ-որ բան մեր մոտ ստացվում է, դա Աստծո պարգևն է։ Դա Տիրոջից պարգև է, ուղղակի տրված մեզ։ Հիշում եք Սավուղը նույնպես, երբ որ թագավոր օծվեց, Աստված իրան կանչեց եւ տվեց այս կոչումը, օծեց իրան, ասեց դու թագավոր ես իմ ազգի, իմ ժողովրդի վրա։ Եվ Աստված սկսեց իրան հաջողություններ տալ, գնում էր պատերազմների, հաղթանակով հետ էր գալիս, ինչ որ իմաստուն բաներ էր ասում, իմաստուն որոշումներ էր կայացնում, ժողովուրդը սկսեցին ընդունել իրան, հարգել, պատվել իրան եւ սկսեց Սավուղի անունը, անձը բարձրանալ ազգի մեջ, հա? Իր համբավը սկսեց բարձրանալ ու եկավ մի պահ, որ Սավուղը մտածեց, որ այդ քանի որ իր մոտ ստացվում է արդեն ինչ-որ բաներ, քանի որ ինքը հաջողվում է ինչ-որ հարցերում, մտածեց, որ կարա արդեն մարգարեի տեղն էլ ինչ-որ գործողություններ անի, քահանայապետի տեղն էլ ինչ-որ բաներ անի, բերեց ժողովրդի համար զոհ մատուցեց Աստծուն, մի բան, որը որ իրան էդի չէր կարելի, այդ բանը պիտի աներ միայն մարգարեն կամ քահանան։ Գիտես, ինքը սկսեց անարգել, արհամարել իր վրա դրված իշխանությունը եւ մտածեց, քանի որ իմ մոտ որոշ բաներ ստացվում է, ես էլ ոչ մեկի կարիքը չունեմ, ով կարա ինձ ասի ոնց անեմ, ինչ անեմ։ Չէ որ Աստված ինձ օծել է, Աստված իմ միջոցով գործում է, ես ինչ ձեռս կպցնում եմ դա հաջողվում է, ինչ կարիք ունեմ կամ ով կարա էլ ինձ ինչ որ բան ասի։ Գիտես, սա այն մտքերն է, այն զգացմունքներն է, որ հաճախակի մարդու մոտ հյուր են գալիս, երբ որ ինչ-որ բաներ սկսում է ստացվել քո մոտ։ Բայց մենք հասկանում ենք, երբ որ Սավուղը հասավ այդ ծայրահեղությանը, որ սկսեց ոչ մեկի հաշվի չառնել, իրանից բարձր իշխանությունը չընդունել արդեն, անհաշվետու լինել, անկախ լինել բոլորից, այդտեղ եկավ իր անկումը։ Այդտեղ ուղղակի Աստված ձեռքը քաշեց եւ Սավուղը գնաց խայտառակ անկման ու կործանման։ Հիշում եք մի ուրիշ օրինակ բերեմ, Պողոս Առաքյալը։ Նույն կերպով Պողոս Առաքյալի միջոցով Աստված գործում էր շատ ուժեղ ձևով։ Աստված տվել էր գերբնական պարգև Պողոսին։ Մինչև երրորդ երկինք էր համբարձվել, գնացել, տեսել, հարյուրավոր եկեղեցիներ իր միջոցով ստեղծվեցին, չգիտեմ, մեռելներ հարություն առան, հարյուրավոր հիվանդներ բժշկվեցին, Պողոսի քրտնած թաշկինակը տանում դնում էին մարդկանց վրա ու մարդիկ բժշկվում էին, այսինքն տենում ենք գերբնական ձևով Աստված այս մարդուն օգտագործում էր։ Կար իր կյանքի վրա լուրջ պարգև, լուրջ օծություն։ Բայց մի հետարքիր բան ենք տեսնում, Պողոս Առաքյալը լինելով նման մարդ, նման կոչման ու պարգևի մեջ, հաշվետու էր Երուսաղեմի եկեղեցուն, անընդհատ ինքը որտեղ էլ որ լիներ, հետ էր գնում Երուսաղեմ, գնում էր հանդիպում էր ընդեղի առաքյալներին, եղբայրներին եւ հաշվետվություն էր տալիս իր ծառայությունից, թույլատրվություն եւ օրհնություն էր խնդրում իր հետագա ծրագրերի ու պլանների վրա, հա, եւ առաքյալները այնտեղ իրան ձեռնադրում էին նորից, օրհնում էին ու արձակում էին։ Տեսնում ենք մի մարդ, որ անգամ այդ առաքյալների միջոցով Աստված այդքան չէր գործում, ինչքան Պողոսի, բայց Պողոսը իրան դնում է, պահում է իշխանության տակ, իշխանության ներքո։ Գիտես, որքան կարևոր է սա, սիրելիս, որ պարգևը, հաջողությունը, օծության մեր գլուխը չի պտտացնում, որ էլ չհասկանանք մեր աչքն ու ձախը, սա շատ կարևոր է։ Ամեն։
Եվ դրա համար մենք տեսնում ենք Պողոսի ծառայությունը գնալով ծաղկում էր, գնալով բարգավաճում էր, գնալով առաջ էր գնում, որովհետև ինքը իր հաջողության մեջ, իր ձեռքբերումների մեջ գիտեր խոնարհվել, գիտեր հաշվետու լինել, գիտեր ընդունել իր վրա դրված իշխանություններին։ Հալելույա։ Ընդհանրապես կոչումը գտնելը մեզ չպետք է առանձնացնի մնացածից։ Մենք կարդացին սկզբում, որ մենք մեկ մարմին ենք եւ այդ մարմնի մեջ ունենք բոլորս տարբեր պարգևներ եւ այդ մարմնի մեջ տարբեր անդամներ ենք։ Հա, գիտեք սա ինչ է նշանակում, անգամ երբ որ Աստված քեզ ցույց է տալիս քո կոչումը, քո օծությունը, քո ծառայությունը, դա նշանակում է, որ այդ ամբողջ puzzle-ի մեջ դու մի մասնիկ ես ընդամենը։ Դու ընդամենը մի մասնիկ ես ամբողջ պատկերի մեջ։ Հա, մենք գիտենք puzzle-ները տարբեր հարյուրավոր այդ բաներից են բաղկացած, մասնիկներից։ Եվ ամեն մեկիս կոչումը, պարգևը, ծառայությունը այդ puzzle-ի մեջ մի հատ մասնիկ է ընդամենը։ Եվ մենք չպետք է մեզ կարծենք, որ մենք առանձնացանք, մենք մերը գտանք, ուրիշ ոչ մեկ ոչ մի բան մեզ չի հետարքրում, մենք մեր այն որ ուղին բռնել ենք, այտենց չի։ Մենք բոլորս ծառայում ենք ու գործում ենք, որպիսի մեկ ընդհանուր պատկեր ստեղծվի։ Ամեն։ Տեսել եք օրկեստրները, հա, այդ մեծ, երբ որ կլասիկ երաժշտությունը օրկեստրները նվագում են, ինչ այնտեղ տասնյակ երաժիշտներ կան, ամեն մեկը իր նոտայով, իր գործիքով, իր ինչ-որ բանով ու այդ միգուցե 5 րոպեանոց, հա, ասենք թե երաժշտություն է, այդ 5 րոպեիվա մեջ ամեն մեկը իր անելիքը ունի, ամեն մեկը իր մուտքի ելքի պահը ունի, ամեն մեկը իր նոտան ունի, բայց բոլորով նվագում են մի երգ, բոլորով նվագում են մի երաժշտություն։ Եվ այս է ինչ որ Աստված ուզում է տեսնի իր եկեղեցու մեջ, սիրելիս։ Ամեն։ Եվ գիտես, բոլորի նվագածը կարևոր է։ Գիտես, այդ 5 րոպեանոց երգի մեջ այնտեղ կարող է երաժիշտ տենաս, որ այդ 5 րոպեանոցի մեջ ընդամենը մի հատ նոտա է ինքը սխմելու։ Ամբողջ երաժշտության մեջ մի հատ նոտա է սխմում, մի հատ ինչ-որ բան է անում, մի հատ ցմփափա է անում, բայց միգուցե ասես հալավես ինչա որ, բայց չէ, իր այդ մի հատ նոտան գեղեցկացնում է, հարստացնում է ամբողջ երգը։ Այդ նվագախմբի մեջ մարդ կա, որ սկզբից մինչև վերջ է նվագում, բայց մարդ կա, որ ընդամենը մի հատ այնտեղ էլեմենտ է ավելացնում, մի հատ փոքր բան է ավելացնում, բայց այդ իր ավելացրածը մեծ դեր է խաղում ամբողջ երաժշտության մեջ։ Ամեն։ Ահա թե ինչ է ծառայությունը, ինչ է կոչումը եւ ինչ է Աստված ուզում սիրելիներ ամեն մեկիցս։ Գիտես, սա էլ ասեմ, ես միտքն էլ ու ավարտեմ։ Մեր կոչման մեջ մտնելու համար բոլորս անցնում ենք ինչ-որ պրոցեսով, ինչ-որ ընթացքով։ Աստված ունի բոլորիս համար պարգևներ, կոչում, գործեր, ծառայություն, նախասահմանություն, բայց երբեմն, որպիսի դու հասնես լիարժեք այդ կետին, մենք անցնում ենք ինչ-որ պրոցեսով, Աստված թույլ է տալիս անցնելու մեզ ինչ-որ պրոցեսով։ Եվ այդ պրոցեսի մեջ Աստված պատրաստում է հենց մեր սիրտը, Աստված նախապատրաստում է մեր սիրտը, այն ինչի մասին, որ խոսում էի, հա, Աստված թույլ է տալիս, իհարկե, ստեղ մենք պետք է համագործակցենք Աստծո հետ, որտեվ եթե դու չհամագործակցեցիր, այդ պրոցեսը իզուր կանցնի քո համար, բայց եթե դու որոշես համագործակցել Աստծո հետ, Աստված այդ պրոցեսը կօգտագործի, որպիսի քո սիրտը պատրաստի քո կոչմանը, քո ծառայությանը, որպիսի երբ որ դու մտնես լիարժեք քո կոչման ու ծառայության մեջ, այս բոլոր բացասական նեգատիվ բաները, որի մասին խոսացի, քո կյանքում չգան, որպիսի դու ազատ լինես հպարտությունից, որպիսի դու ազատ լինես այն բոլոր մնացած բաներից, որոնք որ կգան եւ կխանգարեն քո ծառայությունը, քո կոչումը, հա, կա պրոցես, որի միջոցով մենք անցնում ենք, որ միջոցով մենք անցնում ենք,
Այդ process-ով անցավ Դավիթը նույնպես, այդ process-ով անցավ Հովսեփը, այդ process-ով անցավ Դանիելը, այդ process-ով անցավ Աբրահամը, այդ process-ով անցավ Մովսեսը։ Գիտես, բոլոր մարդկանց, եթե դու նայես, նրանք անցան ինչ-որ ընթացքով, process-ով, ժամանակով, որի մեջ, որ Աստված կերտում էր իրանց սիրտը, պատրաստում էր իրանց սիրտը, մաքուր սիրտ էր ստեղծում իրանցում, խոնար սիրտ էր ստեղծում իրանցում, անշահախնդիր սիրտ էր ստեղծում իրանցում, սկզբունքային էր դարձնում իրանց։ Հա, այս process-ի մեջ Աստված ուղակի նախապատրաստում էր, սովորացնում էր։ Եվ եթե ես ու դու հոժարվենք այդ process-ի մեջ ու թույլ տանք, Աստված մեր սրտերն էլ կպատրաստի։ Գիտես, Աստվածաշնչի մեջ Տերը միտեղ ասում է. ես կավեգործն եմ, կավագործը, եւ դուք որպես կավը իմ սեղանի վրա։ Տեսել եք կավագործը, այնպես պտտվող մի հատ բան է, կավը հանում, դնում է այդ պտտվող քարի վրա, սկսում է քարը պտտել ու իր ձեռքերով սկսում է ֆորմատալ։ Մի հատ կուժ է սարքում կամ մի հատ ինչ-որ բաժակ, մի հատ ծաղկաման է սարքում ու սկսում է ֆորմատալ։ Ու ընթացքում այնտեղ կտորներ կա, որ պոկում գցում է այդ կավից, որտեվ ավելորդ են, ընթացքում մի քիչ ճզմում է, մի քիչ, չգիտեմ, ձեռքերը մտցնում, լայնացնում է, ինչ-որ բաներ է անում, որ ֆորմատ է։ Ու երբեմն գիտես, այդ ընթացքը, այդ process-ը այդքան հաճելի չի լինում մեր համար, որովհետև բաներ կա, որ Աստված պոկում շպրտում է քեզանից, խանգարող բաներ կա, որ պոկում շպրտում է, մեկ բաներ կա, որ մի քիչ ճզմում է քեզ, ու ստեղ գիտես, մեր որոշումն է այդ կավագործի սեղանի վրա մնալ կամ այդ սեղանից դուրս գալ։ Երբեմն լինում է, որ այդ process-ի ժամանակ սեղանից դուրս ենք գալիս։ Սեղանից դուրս ենք գալիս, որտեվ չենք համաձայնվում Աստծո հետ։ Երբ որ սեղանից դուրս ես գալիս, կիսատ ես թողում իր process-ը։ Կիսատ ես թողում այդ մաքրման process-ը։ Թույլ չես տալիս, որ Աստված քեզանից սարքի այն անոթը, այն ֆորմանտա, որը որ հետո ինքը օգտագործելու է իր փառքի համար։ Ամեն։ Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի։ Յան ջան, կարա՞ք գաք երգեք մի հատ։ Փառաբանության խումբը կխնդրեմ գա եւ մի հատ փառաբանության խմբով երգով կավարտենք։ Հալելույա։ Հալելույա։ Առակաց գրքից մի տեղ էլ կարդամ, Առակաց 18:9։ Այսպես ասում, իր գործում թույլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։ Իր գործում թույլ լինողը փչացնողի եղբայրն է։ Վերջի միտքը, որ ուզում եմ ասեմ, սիրելիս, շատ կարևոր է, որպեսզի այն ծառայությունը, այն կոչումը, նորից կրկնում եմ ես այս բառերը, այն պարգևը, որ Աստված քեզ տվել է, քո անելիքի մեջ լինես լիասիրտ, քո անելիքի մեջ լինես նվիրված, քո անելիքը անես ուրախությունով։ Ամեն։ Սրանք բաներ են, որոնք որ շատ կարևոր են Աստծո առաջ։ Այն ինչ որ մենք անում ենք Աստծո առաջ, մենք պետք է անենք ուրախությամբ, ամբողջ սրտով եւ լիարժեք նվիրումով։ Ամեն։ Համաձայն ես, որտեվ Աստծո խոսքը ասում է, երբ որ մենք թուլությամբ ենք անում, այսինքն թերի ենք անում, այն ինչ որ Աստծո համար ենք անում, երբ որ մատների արանքով ենք նայում, ասում է, որ դա հավասար է նրան, իր գործում թույլ լինողը փչացնողի եղբայրն է։ Հավասար է փչացնելու։ Միգուցե շատ կտրուկ է ասում Աստծո խոսքը, բայց սա իմ ու քո համար պետք է։ Այն ինչ որ անում ես Աստծո համար, արա ամենալավ ձևով, արա ամենանվիրված ձևով,
արա ամբողջ սրտովդ։ Ամեն։ Հալելույա։ Եկեք աղոթենք, սիրելի Հայր, շնորհակալ ենք քեզ բոլոր պարգևների համար, բոլոր ծառայությունների համար, բոլոր կոչումների համար, այն ինչ որ դու տվել ես Տեր, քո եկեղեցում, քո զավակներին, եւ ես աղոթում եմ, որ ավելիով Տեր, այդ պարգևները, կոչումները հաստատես, առաջնորդես, հայտնես Տեր, սովորացնես Տեր, որպիսի ավելի շատ Տեր իմ Աստված մարդիկ կարողանան Տեր մշակներ լինեն, կարողանան մտնել իրենց գործի մեջ, իրենց ծառայության մեջ, իրենց պարգևի մեջ Տեր, որպիսի քո մարմինը անդամալույց չլինի, այլ լիարժեք գործող մարմին լինի։ Տեր, ես աղոթում եմ, որպիսի նույնպես օգնես ամեն մեկին իր սրտի վրա հսկողություն անելու, իր սրտի վրա ուշադիր լինելու, Տեր, ամեն սխալ բաներից ազատագրվելու, ամեն սխալ բնավորությունները բաց թողնելու, Տեր իմ Աստված, պատրաստիր, նորոգիր, սովորացրու Տեր եւ զորացրու ամեն մեկին Տեր, Հիսուսի զորավոր անունով, Տեր Հիսուս, մենք աղոթում ենք Այն աղոթքը, որ դու պատվիրեցիր աղոթելու, դու ասցիր հունձքը շատ է, բայց աղոթեք հունձքի Տիրոջը, որպիսի մշակներ բարձրանան այդ հունձքի մեջ, եւ մենք հիմա աղոթում ենք քեզ Տեր, թող բարձրանան մշակներ քո հունձքի մեջ, թող իջնեն պարգևներ, թող իջնեն կոչումներ Տեր, թող ծնվեն ծառայություններ Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, որպիսի քո գործը առաջ գնա, որպիսի քո լույսը ավելի պայծառ լինի Տեր, քո եկեղեցու միջոցով, որպիսի Տեր ավելի շատ մարդիկ կարողանան քեզ ճանաչեն եւ քո կյանքով ապրեն, քո փրկությունով եւ քո ուրախությունով ապրեն Տեր։ Շնորհակալ ենք, օրհնում ենք քեզ։ Հայր, ես օրհնում եմ ամեն մեկին այստեղ ներկա, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, օրհնիր ամեն մեկի կյանքը, ընտանիքը, գալիք օրերը, շաբաթը, Տեր քո պաշտպանությունն եմ խոսում ամեն մեկի կյանքի վրա, Հիսուս Քրիստոսի անունով, թող ամեն թշնամու խավարի գործեր, ամեն հակառակություններ Հիսուսի անունով քանդված լինի քո ժողովրդի կյանքից, եւ ես խոսում եմ քո երկնքի օրհնությունները, խոսում եմ քո բարեհաճությունը, քո պաշտպանությունը, քո զորավոր ձեռքը ամեն մեկի կյանքի վրա Տեր իմ Աստված, խոսում եմ Տեր քո առատությունը ամեն մեկի կարիքների վրա Տեր իմ Աստված, խոսում եմ Տեր քո հրաշքները ամեն փակուղիների վրա Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, դու ես մեր Աստվածը, որ ամենակարող ես, որ սուրբ ես, որ բարի ես, եւ քո ողորմությունը հավիտյան է Տեր, շնորհակալ ենք, որ դու մեր մեջ ես, որ դու գործում ես եւ շարժվում ես, որ դու առաջնորդում ես մեզ Տեր, քո ճանապարհների մեջ, շնորհակալ ենք, որ դու հսկում ես մեր ելքը ու մուտքը, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, մենք ասում ենք փառք ու պատիվ քեզ, Տեր աղոթում ենք նույնպես այս կարիքի համար, որ այստեղ ասվել է, Հայր Հիսուսի անունով բերում ենք այս մարդուն, այս անձին, քո ձեռքերի մեջ եւ խնդրում ենք քո ձեռքը, քո շնորհքը ու ողորմությունը իր կյանքի վրա, քո հրաշքը իր կյանքի վրա, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա Տեր, դու գիտես բոլոր նաև մնացածի աղոթքները, խնդրվածքները, Տեր մենք աղոթում ենք, որպիսի ամեն հիվանդություն նույնպես բժշկված լինի Տեր քո ժողովրդի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, թող ամեն ցավ ու հիվանդություն բաց թողնի Տեր քո զավակներին, Հիսուսի զորավոր անունով, շնորհակալ ենք Հայր, քեզ ենք տալիս փառքը, պատիվը ու մեծարանքը, հալելույա, ամեն, ամեն, փառք մեր Աստծուն, Տերը